Ինչ ես քաշքշում տնայնան։ Ձեծկրտուք է սկսվում քաղաքապետարանում ավականու նիստի ժամանակ։ Վիրավորանքներն ու ծեծը նիստերի դահլիճից միջանցք են տեղափոխվում։ Միմյանց քաշքշում են ԿՊԱ-ականներն ու Մայր Հայաստան խմբակցության անդամները, ծեծին հետևում է քաղաքապետ Ավինյանը։ Ամեն ինչ սկսվեց, երբ ընդդիմադիրներ իշխող քաղաքացիական պայմանագիր խմբակցությանը մեղադրեցին Հայաստանի խորհրդարանական ընտրություններում ձայներ գողանալու համար։ Կրքերը թեժացան փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանի հայտարարությունից հետո։ Տեղից էլ վերվեր չթռնեք ելույթների ժամանակ։ Նա Մայր Հայաստան կուսակցության ղեկավար կալանավորված Անդրանիկ Թևանյանի մեղադրանքը հիշեց, թե պետական դավաճանության համար է մեղադրվում ԲՀԿ ընտրացուցակի երկրորդ համարը։ Ցուցակի երկրորդ համարը մեղադրվում է պետական դավաճանության մեջ։ Մի րոպե խոսում եմ։ Դու գնացեք ձեր պետական դավաճանության մեջ մեղադրվող ձեր լիդերի մասին մտածեք ու տեղից էլ վերվեր չթռնեք ելույթների ժամանակ։ Սուս կմնաք ելույթների ժամանակ։ Արմենակ Դանիելյան, ձենդ իջսրա։ Արա լսի այդտեղ են, դու ես այդտեղ արա։ Հանգստացու դավայ ստուց։ Դուրս կելնես կասեմ քեզ ինչ կլինի, Արմենակ Դանիելյան։ Հայհոյանքներ, վիրավորանքներ, մեղադրանքներ են հնչում քաղաքապետարանի նիստերի դահլիճում, շշամարտ է սկսում ԿՊԱ-ական Միքայել Խաչատրյանը։ Շիշը սեղանից ցայտում այն պահին, երբ որ պետք է հանդարտվի։ Հետո պարզաբանում է ավականու ԿՊԱ-ական անդամը։ Խաչատրյանի բնորոշմամբ իր շշի ցայտելու պահին թիրախում մարդ չի եղել, իսկ շիշը նետել է որպես հանդարտության կոչ։ Իմ շիշ շպրտելը, ինչպես դուք եք ասում, չի ուղղված եղել կամ միտված եղել ինչ-որ մեկին, այլ հանդարտության կոչ ա եղել, կարելի ասել։ Դատելով ավականու Մայր Հայաստան խմբակցության ներկայացուցիչ Սարգիս Տեր-Ստեփանյանի դեմքի կապտուկներից չի աշխատել ԿՊԱ-ականի հանդարտության կոչը։ 100 հոգու բորենիների նման հարձակվում են, մեր վրա խփում են։ Տեր-Ստեփանյանը պնդում է, ինքը միայնակ է եղել, երբ իրեն ծեծել են անհաշիվ ԿՊԱ-ականներ։ Զրպարտում են ԿՊԱ-ականները, սադրում են, սուտ բաներ են խոսում, Անդրանիկ Թևանյանի հասցեին ասում են, որ պետական դավաճանը առանց հիմքի, ապօրինի կալանավորել են, հիմա կանգնում են եթերով ասում են պետական դավաճանը։ Սարգիս Տեր-Ստեփանյանի խոսքով ԿՊԱ-ականները զրպարտել են ընդդիմադիրներին, անտեսելով անմեղության կանխավարկածը մեղադրել Անդրանիկ Թևանյանին, իրենք Թևանյանի կալանքը ապօրինի են համարում։ Դավաճանը իրանք են, պետական դավաճանը դուք եք, Արցախ ծախողնել եք դուք, Արցախ հանձնողնել եք դուք, 5000 զոհերի մեղավորնել եք դուք։ Ձեծկրտուքից հետո նիստին այլևս չեն մասնակցում Մայր Հայաստան խմբակցության անդամները։ Գևորգ Ստեփանյանի խոսքով իրենց մուտքը քաղաքապետարան արգելել են հասարակական կարգը պահպանողները։ Հասարակական կարգի պահպանությունը մի եկավաշտ է։ Փաստորեն ստե մի ցելի գումարտակ աշխատում, որ այս մարդուց անվտանգությունը պահի, բայց ումից պահի։ Չեն թողում դեռ չեն թողում մտնել։ Լիլիթ Խալաթյան, Առաքել Օհանյան, Էլեն Յահինյան, Հայլուր։